Գյումրիում պաշտոնապես ազդարարվեց հայ շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի մեկնարկը։ Կրթօջախը կպատրաստի միջազգային կարգի մասնագետներ հյուրընկալության ոլորտում։ Ակադեմիան հիմնվել է բարերար Վահե Գաբրաշի եւ հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ։ Գյումրին մեզի համար երդասարտներու քաղաք է, մշակույթի քաղաք է, այսօր Հայաստանը 2 միլիոն տուրիստ ունի։ 2 միլիոն տուրիստները մենք պետք է կոացունենք որքան Հայաստան եւ ասոր համար աստուծո եղած է։ Ցեզի գսեմ մենակ Գյումրիայական համար չէ, ամբողջ Հայաստանի համար։ Ակադեմիայի բացումը Գյումրիում ապակենտրոնացման լավագույն օրինակ է, ասում է հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակոբյանը։ Այս օրինակը ես վստահ եմ, որ պիտի լա նման հաջողություն պիտի ունենա այլ ծրագիրներու, ինչպիսիք են որ ամերիկյան համալսարանը, ուր հայկական բարեգործական ընդհանուր միությունը համահիմնադիրներն է, Ապրի Արմենիան հետազոտական կենտրոնը, որը հիմնադիրն է, Ամկան, որը արբիտրաժի կենտրոնն է, նոր ստեղծված։ Ակադեմիան հիմնվել է աշխարհի առաջատար հյուրընկալության կառավարման կրթական հաստատության Լոզանի հյուրընկալության դպրոցի հետ գործակցությամբ։ Ծրագիրը սկսվել է 2018 թվականին Աննա Հակոբյանի եւ Իմ քայլը հիմնադրամի այցով Լոզան, հանդիպումը տեղի ունեցել բարերար Վահե Գաբրաշի եւ Շառլ Ռեգլեի հետ, որոնց քննարկման արդյունքում ցանկություն են հայտնել նման ուսումնական հաստատություն տեսնել Հայաստանում։ Ինձ համար պատիվ է մասնակցել այս կարևոր իրադարձությանը։ Սա տարիների աշխատանքի արդյունք է։ Պարոն Գաբրաշն ասաց, որ երազում է նման դպրոց հիմնել Հայաստանում, եւ մենք 4 տարի շարունակ ձեռք-ձեռքի զարգացրինք այդ գաղափարը։ Հուսով եմ, որ Գյումրին սիրով կընդունի ուսանողներին եւ դպրոցը իրապես կնպաստի երկրի եւ այս քաղաքի զբոսաշրջային զարգացմանը։ 18 տարին դրացած անձիկ, որոնք անգլերենից ունեն պահանջված գիտելիքներ, կարող են մասնագիտական կրթություն ստանալ ակադեմիայում։ Հյուրընկալության պահով երևի թե ամենաճիշտ վայրն են ընտրել Գյումրիում բացել հյուրընկալության դպրոց։ Մեր օտանավակայանի թռիչքներն են, եվրոպական թռիչքներ են նոր բացում եւ հյուրընկալության դպրոցը Գյումրիում տալու են նոր որակի աշխատատեղեր, նոր որակի սպասարկողներ, որոնք հենց սպասարկելու են եվրոպական շուկան, ինչու՞ չէ նաև Հայաստանից եւ Գյումրիի մեր զբոսաշրջիկներին եւ մեր բնակիչներին։ Ակադեմիան առաջարկում է ուսուցում 3 ուղղությամբ՝ խոհարարական արվեստ, ռեստորանային սպասարկում, հյուրանոցային ադմինիստրացիա։ Կրթական հաստատությունում կսովորի մինչև 1000 ուսանող, սակայն այս պահին 300 հայտից ընտրվել է մոտ 10-ը։ Մեզ մոտ բավականին ցածր է նման ուսանողների մոտ B1 անգլերենի մակարդակի իմացությունը եւ փորձելու ենք նաեւ ուրիշ ծրագիր իրականացնենք, այն ուսանողները, որոնք չգիտեն այդ անգլերենի իմացությունը, լրացուցիչ դասեր կկազմակերպի, այդ դասերով մասնակցելով տվյալ ուսանողները կհանձնեն B1 մակարդակ, որպեսզի մենք կարողանանք Լոզանի ստանդարտներին համապատասխան ուսանող ունենք։ Յուրաքանչյուր մասնագիտություն ներառում է հավաստագրման 3 մակարդակ, յուրաքանչյուրի տևողությունը 6 ամիս։ Ակադեմիայում ուսուցումը հնարավոր է լրիվ կամ մասնակի կրթաթոշակով, որը հասանելի է պարտադիր զինվորական ծառայությունից տվյալ տարում զորացրվածներին եւ Ղարաբաղից տեղահանվածներին։ Սահմանվել է նաեւ ակադեմիայի անվանական կրթաթոշակներ։ Դասերը Գյումրիում կմեկնարկեն նոյեմբերի 15-ից։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։